քաղաքացիների ու պետության շահից։ Ազատություն։ Շնորհակալություն, երկու պատգամավորներն էլ կարող են արձագանքել։ Ի վերջո ունեք տեղեկություններ, վարչապետ Փաշինյանը Ալիևից ճշտեց, թե ինչն է նկատի ունի, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքը անվանում է Զանգեզուրի միջանցք, գիտեք, որ նա այդ հարցադրումն արեց եւ ՄԱԿ-ի ամբիոնից եւ անգամ ԵԽԽՎ իր ելույթում ասաց, որ ադրբեջանցի իր գործընկերը քարտեզի վրա պետք է ցույց տա, թե դա ինչ է նշանակում։ Արդյոք ի վերջո Ալիևը բացատրել է, որտեղ մինչև Ալիևի բացատրությունը Փաշինյանը տվել է իր բացատրությունը, որ դա իր պատկերացմամբ Հորադիզի եւ Զանգելանի ճանապարհն է եւ ինչպես նա Քարորիայի ընթացքում ասաց փաստորեն, որ ավելի կարճ է Զանգեզուրի միջանցքը, քան Զանգելան Հորադիս, դրա համար Իլհամ Ալիևը ասում է Զանգեզուրի միջանցք։ Նաև սրանք խնդրեմ արձագանքել, որտեղից իրեն այդ բացատրությունը, շնորհակալություն։ Ես վստահ եմ, դուք տեսել եք երեկվա հանդիպման ավարտին հրապարակված մամուլի հաղորդագրությունը, որը նույնական էր հրապարակել ինչպես Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, այնպես էլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, եւ այնտեղ շատ հստակ ֆիքսված է, որ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը ի թիվս այլ հարցերի քննարկել են նաեւ Հայաստանի տարածքով անցնող թրիփի ուղի ենթակառուցվածքային ծրագրի հետ կապված հարցեր եւ կարծում եմ սրանով հարցը կարելի է փակված համարել, որովհետեւ եւ ես կուզենայի նաեւ դուք երեք ձեր ռեպորտաժում այդ մասին անդրադառնայիք, բայց այդքան նշեցիք, շարունակում եք նշել, որ դեռևս արձագանք չկա, բայց արձագանքը դա էր, արձագանքը հենց այն է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը նույն կերպ են անվանում այն ենթակառուցվածքային ծրագրին, որը անցնում է Հայաստանի տարածքով։ Ալիևը ասում է թրիփ, ասում է ուղղակի այդ թրիփը անցնելու դուրս այլ նախագծեր, ճանապարհներ, միջանցքներ, այլ երկրները ինչպես ցանկանում են թող անվանեն։ Մենք գիտենք մեր տարածքով անցնող նախագծերի անվանումները, մեր ապաշրջափակման եւ ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագիրը կոչվում է Խաղաղության խաչմերուկ, իսկ այն ենթակառուցվածքային ծրագիրը, որը Հայաստանը իրականացնելու է Միացյալ Նահանգների հետ, կոչվում է Թրամփի ուղի հանուն միջազգային զարգացման եւ խաղաղության։ Ալիևը նշում է թրիփի ուղին, նա չի խորշում այդ ձևակերպումից, պարզապես ասում է թրիփի այդ ուղին, Թրամփի ուղին, թրիփը անցնելու է Զանգեզուրի միջանցքով։ Ի վերջո այդ պարզաբանումը դուք կարծում եք հնչել է Կոպենհագենում Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում։ Ի վերջո բարձր ամբիոններից հենց վարչապետն է այդ հարցադրումն արել, այդ պահանջը ներկայացրել։ Նայեք, ինձ հետաքրքրում է, թե միայն որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնյա, ինձ հետաքրքրում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր անվանումները նշվեն եւ հնչեն այնպես, ինչպես դրանք կան, եւ երեկվա հանդիպան արդյունքներով մամուլի հաղորդագրությունը այդ առումով ինձ լիովին բավարարում է։ Ներողություն, եթե հիմա Ալիևը նորից ասի Զանգեզուրի միջանցք, դա այլևս չի մտահոգելու մեզ հայկական կողմին։ Եթե թույլ կտաք, ես ամփոփեմ եւ ամբողջությամբ կիսելով գործընկերոջս խոսքերը, կան պաշտոնական ստորագրված փաստաթղթեր, որտեղ կան հստակ նշված անուններ, պայմանավորվածություններ։ Մենք ելնում ենք պաշտոնական փաստաթղթերից եւ պայմանավորվածություններից։ Մնացած բոլոր խոսույթները ուրեմն չեն կարող լեգիտիմ լինեն, եթե վերաբերելի են Հայաստանի Հանրապետության սուվերեն որևէ տարածքի։ Բայց արդեն մենք նշեցինք, որ երեկվա հանդիպումից հետո երկու երկրները նույն հաղորդագրություններ են տարածել եւ առ այն, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով անցնող ճանապարհը ուրեմն ունի TRIP անունը եւ որևէ մեկը ձեր կողմից հիշատակված անուններով չի խոսում Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ եւ չի կարող խոսել։ Հայաստանի Հանրապետությունն է որոշում իր սուվերեն տարածքում գտնվող տեղանունները, Ադրբեջանն էլ որոշում է իր սուվերեն տարածքում գտնվող ճանապարհների, քաղաքների, գյուղերի տեղանունները։ Իմ հարցը հետեւյալն է, եթե այս հայտարարությունից հետո Ալիևը կրկին օգտագործի Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, դա մեզ համար խնդրահարույց լինելու է, թե Ես խնդրում եմ, եթե ապա հարցադրումներին չենք պատասխանում, որովհետև հազարատ եթե կարող ենք հիմա մենք ասել։ Եթե, ապա եթե։ Մենք ելնում ենք